Տիկին Վարդապետյան, ես այս հարցը 2020 թվականից սկսած տալիս եմ բոլոր գլխավոր դատախազներին, ովքեր տարեկան հաղորդմամբ ներկայանում են, եւ ըստ այդմ ես հետաքրքրվում եմ, ինչ է անում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը եւ դատախազությունը, որպեսզի Ադրբեջանի հետ մենք կարողանանք մնալ իրավական բալանսի մեջ։ Հարցը հետևյալի մասին է։ Ադրբեջանը հայերի շուրջ 300 հոգու ըստ իրենց պաշտոնական դատախազության հայտարարության հայտարարել է հետախուզում։ Եվ նաև մենք մի քանի տասնյակ գերիներ ունենք Ադրբեջանում, որոնք այս պահին ապօրինաբար ակնհայտ քաղաքական եւ ակնհայտ կողմնակալ դատավարության շրջանակներում ճակերտավոր դատապարտվում են Բաքվի բանտերում։ Ինչ է անում դատախազությունը իրավական բալանսը ապահովելու համար, որովհետև մենք տեղյակ ենք, որ ցանկացած ռազմական ագրեսիայի, փոքրիկ ագրեսիայի, մեծ ագրեսիայի դեպքում լինում են հայկական կողմից պաշտոնական հայտարարություններ, թե հարուցվում է վարույթ կամ արդեն հարուցվել է վարույթ Հայաստանի տարածքային ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների համար, ապօրինի ներխուժումների համար եւ այլն։ Այդ գործերը ինչ ավարտ են ունենում։ Եվ որպեսզի համեմատություն անցկացնեմ, ուզում եմ հիշեցնել, որ համենայն դեպս պաշտոնական տեղեկության համաձայն այս ընթացքում Հայաստանի դատախազությունը միայն մեկ հոգու նկատմամբ է Ադրբեջանից հայտարարել հետախուզում, որը ֆուտբոլային մեկնաբան է։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մեր իրավապահների տեսադաշտում չկա։ Ինչու այն դեպքում, երբ որ նրանք ակնհայտորեն մտել են Հայաստանի սուվերեն տարածք դուրս չեն գալիս, կան հարուցված վարույթներ եւ այդ վարույթների շրջանակներում երևի թե ինչ որ քննություն է իրականացվում, բայց այդ քննության արդյունքում մենք չենք տեսնում ադրբեջանական կողմի որևէ, չասեմ պատիժ, բայց գոնե նմանվող մի բան։ Շնորհակալ եմ։ Տիկին Թովմասյան, շնորհակալ եմ հարցի համար, դուք եթե սխալվում եմ ինձ ուղեք, նաև գրավոր եք նմանատիպ հարցումներ մեզ ուղարկում, այո, եւ մենք վստահ եմ, հիշում եք, որ մեկ անգամ նմանատիպ զրույց ունեցել ենք, նաև գրավոր եմ ձեզ արձագանքել, որ վարույթները պաշտպանված են գաղտնիության ռեժիմով եւ տեղեկատվության ազատության մասին օրենքը հնարավորություն չի տալիս առկա տեղեկատվությունը փոխանցելու։ Հիմա շարունակում են նույն կանոնը առկա լինել եւ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում ես հրապարակային եւ ոչ հրապարակային տեղեկատվություն տրամադրել ձեզ չեմ կարող։ Միայն կարող եմ ասել, որ անուշադրության մատնված վարույթ չունենք ձեր նշած ոլորտում եւ նախաքննությունն ընթացքի մեջ է։ Հուսամ ըմբռնումով եք մոտենում իմ պատասխանին, սա որևէ կերպ նպատակ չունի խուսափել ձեր հարցի պատասխանելուց, ուղղակի որպես իրավաբան ես հստակ գիտակցում եմ ինչ է նշանակում գաղտնիության ռեժիմի խախտում եւ ստիպված եմ նորից վկա կոչելով գաղտնիության ռեժիմը ձեր հարցին բովանդակային չանդրադառնալ։ Շնորհակալ եմ։